Հայաստանը պաշտոնական խողովակներով գազի գնի թանկացման ազդակներ չի ստացել, հետևաբար այդ հարցին առնչվող խոսակցությունները չափազանցված են։ Armenpress-ի հետ զրույցում այս մասին հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը, անդրադառնալով հասարակության ներսում պարբերաբար շրջանառվող գազի գնի հնարավոր բարձրացման հարցին։ Գազպրոմ Արմենիայի գործընկերների հետ մեր աշխատանքները բավականին լավ են ընթանում։ Ընթացիկ շահագործումների մասով կայուն գազամատակարարում ենք ունեցել նախորդ տարվա ընթացքում, չնայած եղանակային վայրի վերումներին։ Նաեւ ներդրումային ծրագրերի մասով են Գազպրոմ Արմենիայի գործընկերների հետ աշխատում։ Մեր աշխատանքի մեջ խնդրահարույց խնդիրներ չեմ տեսնում, ասել է նախարարը։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանն ունի այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ, որոնց շնորհիվ կկարողանա կոմպենսացնել գազի գնի թանկացումը, եթե նման բան տեղ ունենա, Խուդատյանն ասել է. Անկախ էներգակիրների գնի թանկացումից ցանկացած երկիր պետք է փորձի իր սեփական էներգետիկ ռեսուրսներն ապահովել։ Մեր դեպքում խոսքը վերաբերում է նախ եւ առաջ արևային կայաններին։ Նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում արտադրվել է 10 միլիարդ կիլովատ-ժամ էներգիա, որից ավելի քան 1.6 միլիարդ կիլովատ-ժամ էներգիան արտադրվել է արևային կայանների միջոցով։ Թվերի խորությունը պատկերացնելու համար հավելեմ, որ Մեծամորի ատոմակայանն արտադրել է ընդհանուր արտադրանքի շուրջ 29%, եւ արդեն մեր արևային կայաններն արտադրում են Մեծամորի ատոմակայանի արտադրանքի շուրջ 60%, ինչը կարևոր է։ Նախորդ տարիներին արևային էներգետիկայի ոլորտի տարբեր հատվածներով ազատականացված շուկայում գործարքների թվի, մատակարարների քանակի առումով, ինչպես նաև տնային տնտեսություններում արևային կայանների տեղադրման քանակով ունեցել ենք կրկնակի աճ։